Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են իրականացվում քաղբանտարկյալների հարցով։ Ընդդիմադիրներն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում եւ դրա դրսեւորումն են նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների արկայությունը։ Ընդդիմադիրների կողմից շրջանառվող այս քաղբանտարկյալներ տերմինը ոմանց մոտ ծիծաղ է առաջացնում, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը գնահատականը, արդյոք վերջին շրջանում կալանավորված, ձերբակալված մարդիկ իսկապես քաղբանտարկյալներ են։ Կարծում եմ, որ ոչ։ Ինչու՞։ Որովհետև ինչ այսօրվա լսումներում հնչած ելույթներից էլ եթե դատենք, բացարձակապես մարդիկ պատկերացում չունեն ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Նրանք պարզապես շարունակում են 2018-ից, հատկապես 2020-ից հետո իրենց պահանջները ներկայացնել, այս անգամ արդեն ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին։ Իշխան Սաղաթելյանը դարձյալ խոսում էր դիմադրության շարժման ձևավորման անհրաժեշտությունից, անկեղծ ասած աբսուրդ։ Ուղղակի արտահայտման կարիք ունեն եւ արտահայտման պատրվակ են որոնում։ Պատրվակը գտնված է քաղբանտարկյալներ։ Եկեք հասկանանք, որքանով է քաղբանտարկյալ Գյումրիի քաղաքապետը։ Կամ որքանով է քաղբանտարկյալ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Ավազանյանն ու Վազգեն Գալստանյանը։ Որքանով է քաղբանտարկյալ Միքայել arczepiskopos Աջապայանը։ Այնտեղ կան Եթե դու գնում ես պետության դեմ, եթե դու գնում ես պետության դեմ, պետականության ու քո ժողովրդի դեմ, քո եկեղեցու դեմ, քո հավատացյալի դեմ, քեզ ինչ անուն ասես կարող են տալ, ինչ որակում ասես կարող են տալ, քաղաքական, իրավական, բայց ոչ քաղբանտարկյալ։ Նաև ձեր նշած գործարարի հասցեին, նույնը կարող եմ կրկնել։ Իսկ ժողովրդավարության հետ նահանջի հետ կապված ինչ կարող եք ասել, ընդդիմության այս գնահատականը օբյեկտիվ հիմքեր չունի։ Ժողովրդավարության նահանջը ո՞րն է, եթե դա սահմանեք, ես կարող եմ ասել ունի, թե չունի։ Օրինակ ժողովրդավարության Եթե դուք համարում եք ժողովրդավարության նահանջը, որ ժողովրդավարությունն է պաշտպանվում, դա նահանջ չի, դա անհրաժեշտ պաշտպանություն է։ Տիկին Ադամյան, ժողովրդավարության հետ նահանջ չէ, երբ գործադիրի ղեկավարը նախաձեռնում է պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով եւ այդտեղ ներկայ են լինում դատական իշխանության ներկայացուցիչները, ըստ էության խախտելով իշխանության այդ թևերի տարանջատման սկզբունքը։ Եթե հավաքի նպատակը ինձ ասեք, ես կարող եմ ասել, արդյոք իշխանության թևերի տարանջատումը պետք է այդպես խիստ սահմանագծված լինի եւ իշխանության տարբեր թևերը որևէ հարթակում չեն կարող միմյանց հանդիպել։ Միանշանակ է, որ այնտեղ նրանք այնպես ենթակայության հարցեր չէին քննարկում։ Տեղական ինքնակառավարման մարմինների անդամների հավաքել, ինչի մասին է խոսքը։ Գիտեք, ես կարող եմ ձեր ասածին հավելել նաև այն, որ ընդդիմադիր լրատվամիջոցներում այդ հավաքը որակվել էր ընտրություններից առաջ եւս 8000 հոգու սեփական ակտիվում գրանցելու փորձ։ Մութ չի։ Եկեք հասկանանք, որ նման հավաքներով կամ նման որակումներով ընտրություններում ձայներ ոչ որսում են, ոչ վաճառում են։ Եվ եթե մենք խոսում ենք իսկապես ժողովրդավարությունից, շատ լավ, եթե երկրում կա ժողովրդավարություն, իսկապես ժողովրդավարություն կա, գիտակցված ժողովրդավարություն կա, այսօրվա ընդդիմությունը ինչ գործ ուներ խորհրդարանում։ Եվ եթե ընտրվել էր, ինչ է արել խորհրդարանում այսօրվա տիտղոսային ընդդիմությունը, որ հիմա էլ քաղբանտարկյալներին վերաբերյալ լսումներ է անցկացնում։ Կոնկրետ քանի կարող եք նշել, քանի գործ է արվել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման համար։ Խորհրդարանում գործը համարվում է օրինագիծ ընդունված օրենք դարձած եւ քաղաքական որոշումը։
Արվել է այդ գործը։ Թե ամբողջ 20-21-ից առ այսօր ամբողջ ժամանակը հիմնականում տրամադրվել է ԿՊ եւ ընդդիմություն փոխհրաձգությանը։ Հոգնել ենք։ Մեղմ ասած հոգնել ենք, եթե ավելի դիպուկ որակումներ չտամ։ Պարզապես դրանք թերևս եթերային չեն լինի։ Հիմա լսումների նպատակին, եթե փորձենք անդրադառնալ եւ վերլուծել, դա միայն ներքին մեր ներհայաստանյան հասարակության համար է, թե այստեղ կարող է նաեւ թիրախում միջազգային հանրությունները։ Այնքանով, որքանով ես ժամանակ ունեցա լսել, որովհետեւ գալիս էի ձեզ հետ հարցազրույցի, հիմնական թիրախը ներհայաստանյան, այսպես ասած, հասարակությունը չէր, որովհետեւ այդ հասարակությանը բացարձակապես այլևս որևէ հույս չունեն կապելու բացառյալ Կրեմլի վկաներին ու վարձավճարված հատվածին։ Բայց նրանց հետ պետք չի լսումներով խոսել, նրանց հետ խոսում են հրահանգներով։ Դե ֆակտո այս լսումների թիրախում միջազգային կառույցները, միջազգային հանրությունը եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն էին, որոնց ամենայն դեպս տրվում էին ոչ այնքան կոռեկտ որակումներ, առայն, որ եթե նախկինում մինչեւ հեղափոխությունը որևէ քաղբանտարկյալ էր հայտնվում, նրանք աղմուկ էին բարձրացնում, իսկ հիմա լռում են։ Իսկ գուցե պատճառ ունեն լռելու, իմաստ կա այդ լռության մեջ, մեղադրելուց առաջ փորձենք հասկանալ ինչու են լռում։ Սա էլ է չէ խնդիր։ Եվ իմջալոց խնդիրների խնդիրը թերևս այն էր, որ ի սկզբանե Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ լսումներին չեն հրավիրվել այն փաստաբանները կամ այն կողմերը, որոնք գալու են ու դիմադիր տեսակետներ ներկայացնեն։ Եթե երկիրը ժողովրդավար է, ինչու եք հրավիրում միայն մի կողմին, որպեսզի դուք ձեզ հույս տաք, դուք ձեզ ասեք ու ձեզ լսեք։ Բահակառակ տեսակետ։ Ընդդիմության այդ պատկերացումը ես կարծում եմ խիստ խոտելի է։ Եվ միջազգային հանրության լռությունը ըստ էության ավելի խոսուն է։ Թերևս կարող է լինել։ Թերևս միջազգային հանրության լռությունը ոչ միայն խոսուն է, այլև միջազգային հանրության լռությունը, ես կարծում եմ այսօրվա ընդդիմությանը թե ախտորոշում է, թե դատավճիռ է։ Երբ մարդիկ բոլոր իրենց ունեցած բոլոր հնարավորությունները օգտագործում են պետականություն քանդելու եւ պատրաստվում են այդ ավելի ակտիվանալ միջազգային կառույցներում, այլևս հայրենիքի, չգիտեմ, Հայաստանի ներքին խոհանոցը դուրս չբերել, ում համար է գաղտնիք այդ ամեն ինչը։ Դե մենք անցել ենք բազում այդ նման դրսևորումների միջով։ Ում համար է այդ ամեն ինչը գաղտնիք միջազգային կառույցներում, ձեր հայտարարություններն էլ են մնալու ձայն բարբառով անապատի, որովհետև միջազգային կառույցներում էլ գիտեն ձեր գինը եւ ձեր արժեքը եւ ձեր նպատակը։ Ես չեմ բացառում, որ այո, տարբեր երկրներում հնարավոր է, իդեպ իրենք էլ դա չէին բացառում, մասնավորապես Արմեն Աշոտյանի ելույթում դա շատ հստակ ընդգծվում էր, որ տարբեր երկրներում կան տարբեր տեսակետներ ունեցողներ, մենք պետք է գտնենք այդ մարդկանց, նրանց հետ հարաբերվենք, այսինքն ինչ, իմաստը, լավ ինչքան կարելի է Հայաստանի Հանրապետություն վարկաբեկել, իմաստը։ Տիկին Ադամյան, հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները թվով 5 հոգի գտնվում էին Բաքվում փոխադարձ այցելության շրջանակներում եւ նրանք բերել են Ալիևի ուղերձարայն, որ պատերազմն ավարտված է, տարածքային պահանջներ չունեն, ուզում են Հայաստանի հետ կառուցել համապարփակ եւ երկարատև խաղաղություն։ Հիմա չեն հավատում այս ուղերձի անկեղծությանը, ազնվությանը, ասում են ինչպես կարող է Ալիևը խոսել խաղաղությունից, եթե մեր գերիները հերիք չի ազատ արձակված չեն, ավելի նրանց համար դատախազը պահանջել է որպես պատժաչափ 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում, կան ավելի արմատական դիրքորոշում արտահայտողներ, որ Ադրբեջանում Բաքվում չկա քաղաքասարակություն եւ մեր ներկայացուցիչները առհասարակ պետք է հրաժարվեին այդպիսի ֆորմատով շփումներից։ Դուք ինչ կարող եք ընդհանուր առմամբ ասել այս թեմայի հետ կապված, եթե հաշվի առնենք նաև Ալիևի դրանից առաջ արված հայտարարությունները, Սևաններ անվանել Գյոչա, նաև համապատասխան հանձնարարություններ իջեցրել իրենց գիտնականներին այսպես կոչված։
Կա շատ բաց ճշմարտություն, մենք ուզում ենք խաղաղություն, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք, Մենք Ադրբեջանը ուզում ուզում ենք է։ խաղաղություն։ Ադրբեջանին պետք է խաղաղություն, թե պետք չի խաղաղություն։ Միանշանակ պետք է։ Հիմա գիտեք տեսակետների տարբերությունը որն է։ Կարծում եմ նաև ձեզ համար է ակնհայտ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ձեզ համար, բոլորի համար է ակնհայտ, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքասարակության խնդիրը չէ Ադրբեջանում ստեղծել adekvat քաղաքասարակություն։ Եթե մենք հրաժարվում ենք նրանց քաղաքասարակության, որքան էլ այդ քաղաքասարակությունը այստեղ կարող է լինել պայմանական, եթե մենք հրաժարվում ենք նրանց քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել, ինչ է փոխվում դրանից, ինչ ենք մենք դրանից շահում։ Պարզ խնդիր։ Որևէ օգտակար գործողության գործակից մենք այդտեղ ունենք։ Կարծում եմ ակնհայտ է, որ ոչ, չունենք։ Մեզ պետք են շփումներ։ Ոչ միայն դիվանագետների, ոչ միայն քաղաքասարակության, ոչ միայն ոլորտային մասնագետների, պարզապես Հայաստան-Ադրբեջան անվստահության, թշնամանքի, այո չարացածության, այո վրեժխնդրության, այո ցավի, շատ խոր ցավի, դեռ անփարատ եւ երկար ժամանակ անփարատ ցավի, այս մորմոքը հաղթահարել պետք է թե ոչ։ Մենք պետք է յուրաքանչյուր հասարակություն իր տարածքում խրվենք վրեժխնդրության մեջ ու մնանք, թե պետք է փորձենք այնուամենայնիվ հարևաններ ենք, փորձենք համատեղ ապրել։ Ես կարծում եմ բոլոր այդ ձեր հիշատակած տեսակետները եւ նաեւ այն տեսակետները, որ դուք չհիշատակեցիք, բայց շրջանառվում են, հնչեցնելուց առաջ մենք պատասխանենք այդ հարցին։ Մենք պատասխանենք այդ հարցին, ինչ ենք ուզում։ Խաղաղություն թե պատերազմ։ Պատերազմ չի նշանակում, որ դարձյալ կրակենք միմյանց վրա։ Պատերազմ նշանակում է այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կարգավիճակը։ Դա է նշանակում պատերազմ, հիբրիդային պատերազմ։ Իսկ ում համար է գաղտնի Հայաստանի Հանրապետության քաղաքասարակության ներկայացուցիչների Բաքու գնալուց, Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների Երևան գալուց առաջ էլ։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է վարում եւ որևէ օր այդ պատերազմը չի դադարել։ Իրենք դրել են եւ փորձում են լուծել իրենց խնդիրները։ Եվ խնդիրը իրենց համար իրենց հաղթանակը պահպանելն է։ Իրենց հաղթանակը անխոցելի դարձնելն է։ Խնդիրը իրենց համար միանշանակ այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չզարգանա։ Որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ այնպես ինչպես իրենք 94-ից հետո պարտությունը ատամները սեղմած ընդունեցին եւ կարողացան թե բանակ, թե տնտեսություն զարգացնել, թե միջազգային ասպարեզում իմիջ փոխել, այնպես էլ մենք չկարողանանք։ Իսկ ում համար է դա գաղտնիք կամ ում համար է այդ անհասկանալի, իհարկե այդպես պետք է լինի։ Եթե մենք դա չենք արել, դա չի նշանակում, որ Ադրբեջանը դա չի անելու։ Այ մենք դա պիտի անեինք։ Եվ եթե մենք չենք արել, կրկնում, չի նշանակում, որ Ադրբեջանը չի անելու։ Լավ, այսպես Այստեղ մենք պետք է, ոչ թե նստենք ու դատապետենք մի խումբ, չգիտեմ, այսօր այս խմբին, վաղը եթե գնան մի ուրիշ խմբին, Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների այստեղ եկող խմբերին ոչ։ Մեր խնդիրն է այդ շփումները սրտացնել։ Մեր խնդիրն է այդ շփումները շարունակել։ Եթե դուք գերիների մասին եք ասում, իհարկե գերիները պիտի տուն վերադառնան, դա միանշանակ է, որ գերիները պետք է տուն վերադառնան։ Բայց եթե դուք կարծում եք, որ քաղաքասարակության ներկայացուցիչները այնտեղ գնային ու ասեին, նրանք ասել են, նրանք այդ խնդիրները բարձրացրել են, բայց եթե գնային ու այնտեղ նույնիսկ նստածույց անեին Ալիևի նստավայրի առաջ ու ասեին մեր գերիներին վերադարձրեք, որևէ քայլ չէր արվելու, որովհետև այդ խնդիրները այդ մակարդակով չեն լուծվում։ Հիմա այստեղ քաղաքասարակության ներկայացուցիչներին դնել հարվածի տակ կամ հոխորտալ մենք էս կանեինք, մենք այն կանեինք, չգիտեմ ինչ, բացարձակապես անիմաստ է։ Ասպարեզը ոչ թե ձայնով, ոչ թե խոսքով, այլ աղմուկով լցնելու դրսևորում է։
Իսկ մենք ձայնի կարիք ունենք, մենք խոսքի կարիք ունենք, ոչ թե այդ ոչինչ չտվող ծափ ու ծնծղայի։ Մեզ պետք է օր առաջ գերիներին վերադարձնելու քայլեր ձեռնարկել, քայլերը ձեռնարկվում են։ Եվ դա քաղաքական կամքից է բացառապես կախված Ալիևյան Ես կարծում եմ դա ոչ միայն Ալիևի պատժաչափերը մի կողմ կդրվեն կամ Ես կարծում եմ, Տիկին Զախարյան, թե հիշում եք, մենք այդ հարցին թերևս 1 տարի առաջ հարցազրույցում անդրադարձել ենք ձեզ հետ։ Ես այն ժամանակ ասել եմ, որ դատավարություն կլինի, չի լինի, ինչպես կավարտվի դատավարությունը, ինչ կլինի, նրանք վերադառնալու են համաներումով։ Ես շարունակում եմ պնդել իմ տեսակետը։ Այո, միանգամայն ճիշտ եք ասում, դա քաղաքական կամքի դրսևորում է, բայց այդ քաղաքական կամքը չի լինելու միայն Իլհամ Ալիևի քաղաքական կամքը։ Դա լինելու է Իլհամ Ալիևի քաղաքական առևտրի արգասիքը։ Իսկ այդ առևտուրը Հայաստանի Հանրապետության հետ չէ միանշանակ, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության հետ լիներ այդ հարցը արդեն լուծված կլիներ։ Ես կարծում եմ, որ այդ առևտրի մասին Վատ է գիտեք մարդկանց մասին ասել, որ դա առևտրի հարց է, բայց քաղաքականության մեջ այդ գործարքները եւ առևտուրը ոչ այսօր են հնարվել, ոչ վաղն են վերջանալու։ Սա փաստ է, որի հետ մենք վաղուց պետք է հաշվի նստենք։ Բայց ես ուզում եմ նաեւ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր այսօր աղմկում են գերիների մասին, ովքեր գերիներին դարձրել են իրենց համար, ինչ ասեմ, քաղաքական դիվիդենդներ շահելու միջոց, որևէ անգամ գնացել են եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ նրանց ազատ արձակելու պահանջ բարձրացրել են, հաշվի առնելով ընդամենը 2 փաստ։ Առաջին, գերիների մեծ մասը այնտեղ հայտնվել է այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները իրենց խաղաղապահության առաջին իսկ օրը քարտեզ փոխեցին, դիրքերի քարտեզ փոխեցին եւ այսպես հանձնեցին հին թաղերը խծաբերդը ու փարուխը։ Ինչու՞։ Եվ երկրորդ, այն նոյեմբերի 9-րդ կետով բոլորը բոլորի հետ փոխանակման տարբերակը կար։ Այո։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը, հիշենք չէ, որ Պուտինն ասում էր, ես իմ ձեռքով եմ գրել այս երրակողմ հայտարարությունը։ Պուտինը հանձնառու էր բոլորը բոլորի դիմաց, մենք բոլորին վերադարձրինք, ինչու բոլորին չստացանք։ Հիշեցրեք ինձ, խնդրում եմ, քանի անգամ է Մարիա Զախարովան այդ մասին խոսել։ Ռուսաստանի պարտավորությունների մասին, գերիների վերադարձի, իրենց մեղքով ավելացած գերիների վերադարձի։ Եվ եթե խոսել է, ում է մեղադրել։ Միանշանակ Հայաստանին եւ միանշանակ Արևմուտքին։ Ինչ աներ Արևմուտքը այդ պարագայում։ Ինչ աներ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue
Հեռախոս 818 813 22 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ձեր այս ասածը ինձ հիշեցրեց եւս մեկ այդպիսի տխուր երևույթ։ Իդեպ ես կներեք ընդհատեմ ձեզ։ Իդեպ եթե գերիները այնուամենայնիվ վերադարձել են հենց այդ արևմուտքի շնորհիվ, նաեւ Վրաստանի շնորհիվ, եթե հիշենք վերադարձած գերիների փոքրիկ խմբերի, հենց այդ արևմուտքն է վերադարձել գերիներին, իսկ Ռուսաստանի համար այդ գերիները շարունակում են մնալ պատանդ եւ Ռուսաստանը Ադրբեջանին ասում է պահիր քո պատանդներին, քանի ամբողջապես քո հարցերը չես լուծել։ Տիկին Ադամյան, մի փոքր շեղվում ենք, բայց ամեն դեպքում այս համատեքստում տեղավորվում է այս ասածս։ Երեք Մակրոնի հայտարարությունն եմ տեղադրել էջում, որտեղ Մակրոնն ասում է ոչ ոք չի կարող ուկրաինացիների անունից խոսել այն մասին, թե ինչ տարածքային զիջումների են նրանք պատրաստ գնալ։ Եվ հանրային այդ սոցհարթակի տիրույթում հարցակում Մակրոնի վրա նույն այդ համատեքստում, որ դուք հերիք է խոսեք, դուք այն նույն Մակրոնն եք, որը արցախցիներին չպաշտպանեցին, որոնց աչքի առաջ արցախցիները էթնիկ զտման ենթարկվեցին եւ զարմանում ես, լավ ընդդիմադիր գործիչները, եթե ունեն իրենց քաղաքական շահերը, իրենք ունեն իրենց կապերը Ռուսաստանի հետ եւ կարող են այդ առումով արդարացնել, արևմուտքին մեղադրել, բա շարքային քաղաքացիները դժվար զատել իրականությունը, օբյեկտիվ իրականությունը այդքան դժվար է տեսնել։ Մակրոնը նույն այն Մակրոնն է, որ պատերազմի ժամանակ հրադադարի փորձ արեց։ Մակրոնը նույն այն Մակրոնն է, որ պատերազմի օրերին փորձում էր ճանաչել Արցախի հանրապետությունը։ Օգնություններ ուղարկվում Լաչինի արդեն մարդասիրական օգնությունների մասին չեմ ասում, մարդասիրության դրսևորումների մասին չեմ ասում, գերիների վերադարձի Ֆրանսիայի ջանքերի մասին չեմ ասում, Մակրոնը նույն այն Մակրոնն էր, որ փորձում էր Արայիկ Հարությունյանի հետ բանակցությունների միջոցով ապահովել, իսկ Արայիկ Հարությունյանը նույն այն Արայիկ Հարությունյանն էր, որ գնում էր Փարիզ եւ Մակրոնի նստավայրում ոչ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասում էր ռուսներին տվեք խաղաղապահի մանդատ։ Հիմա ինչ եք ուզում Մակրոնից։ Չէ, ինչ եք ուզում Մակրոնից։ Լավ, ինչպես աշխատել հանրային շերտի հետ, որը համոզված է, որ արևմուտքը ոչինչ չի արել, արևմուտքը ուներ պարտավորություն եւ ոչինչ չի արել։ Ինչպես աշխատենք այս մարդկանց գիտակցության հետ եւ իրադարձությունները իրենց աչքի առաջ են։ Ասեմ, որ որևէ կերպ մարդկանց այդ շերտի հետ աշխատել պետք չէ։ Ասածս գուցե պարադոքսալ է, բայց դուք հիշում եք, չէ՞, մատրյոշկաների չաթբոտերը։ Չաթբոտերի դեմ պայքարում են չաթբոտերով։ Ուրիշ տարբերակ չկա։ Նրանք ոչ թե արտահայտում են սեփական տեսակետը, ոչ թե նրանք Էմանուել Մակրոնի մասին կամ Ֆրանսիայի քաղաքականության մասին հենց այդպես են մտածում, ինչպես ինքն արտահայտվում են տարբեր Նաևի մեջերում, Նաևի հարցազրույցների ու գրառումների տակ, նրանք գործում են սոսկ հրահանգով։ Հրահանգի դեմ պետք է այլ հրահանգ։ Ընդամենը
որովհետև անհատապես նրանցից որևէ մեկին իմաստ չունի պատասխանելը, բացարձակապես իմաստ չունի նրանց հետ մտնել մարտի մեջ։ Հրահանգով արված գործողությունները, կրկնում եմ, ինչպես բանակում է թերևս, ընդհանրապես հրահանգով պատասխանվում են։ Իսկ այդ հրահանգը, այս իմ ասած հրահանգը, պետք է ձևավորված կառույցից տրվի, կառույց, որը առ այսօր Հայաստանի Հանրապետությունում, չգիտեմ, գործում է, չի գործում, ձևավորվել է, չի ձևավորվել։ Մենք գործ ունենք հիբրիդային պատերազմի համակարգի հետ, հիբրիդային պատերազմի համակարգում հաղթելու համար պիտի ունենաս քո համակարգը, եւ ասպարեզը պիտի հեղեղես քո ճշմարտությամբ, որպեսզի ոչ թե դու հարկադրված լինես ինչ որ բաներ հերքել, բացատրել, մերժել, այլ քեզ հերքեն, քեզ բացատրեն, դու լինես նախահարցակը։ Տիկին Ադամյան, ուզում եմ անպայման անդրադառնանք վարչապետի Ղազախստան կատարած այցին, որի շրջանակներում տեսակ, որ 1 տասնյակից ավելի պայմանագրեր ստորագրվեցին, դուք ինչ դիտարկումներ կանեք, ինչպես եք գնահատում։ Ես կարծում եմ, որ Ղազախստանը ուղիղ արգասիկ էր այս տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի եւ հուշագրերի։ Ինչ իմաստով։ Այն իմաստով, որ համենայն դեպս միջինասիական հանրապետությունների ղեկավարները Երբ Վաշինգտոնում էին, դրիպին մասնակցության ծրագրեր էին մշակվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնհայտորեն փորձում է միջինասիական հանրապետությունները դուրս բերել Չինաստանի ազդեցությունից։ Ու պատահական չի, որ հենց նույն Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին, բացարձակ պատահականություն չի։ Բացարձակ պատահականություն չի, որ այս ընթացքում Ղազախստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկ է ներկրվում Ադրբեջանի տարածքով։ Սրանք իրադարձություններ են, որ եթե բոլորը փորձում ես համատեղել, հավաքում ես քաղաքական պազլը, ակնհայտ է դառնում պատկերը, որ միջինասիական հանրապետություններ հարավային Կովկաս կապը տրիպի միջոցով է լինելու։ Տրիպի միջոցով է դա զարգանալու, եւ որ այնտեղ կա համընթաց շարժում, եւ այստեղից կա համընթաց շարժում։ Իսկ այդ շարժման տրիգերը Վաշինգտոնյան հուշագրերն են, Վաշինգտոնյան համաձայնագրերն են։ Դա է կարևորը, գլխավորը։ Եվ վերջին հաշվով Ղազախստանը բավականին մեծ, հարուստ եւ չէ ասի համենայն դեպս եվրոպական չափանիշներով տնտեսապես զարգացած երկիր է, բայց վիթխարի ներուժ ունեցող երկիր է։ Եվ ոնց ուզում եք վերցրեք միջինասիական հանրապետությունների մեջ թերևս գլխավոր երկիրն է, թե տարածքով, թե բնակչության թվով, թե տնտեսության վիճակով։ Պես որ Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար, կրկնում եմ, տրիպի շրջանակում շատ լավ հեռանկարներ ունի։ Տիկին Ադամյան, վերադառնալով ամեն դեպքում այդ պետական մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած համաժողովին, Փաշինյանը ելույթ է ունեցել, ասել է, որ սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Նաև պնդումներ կան, որ հոգևորականության հետ այս արճակատումը հեռահար նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը, նպատակն այն է, որ այդ հնարավոր փոփոխություններում եկեղեցու դերի վերանայում լինի։ Ինչ կարող եք ասել եւ սահմանադրության փոփոխության հետ կապված եւ այդ տարբերակի կամ այդ կարծիքի հետ կապված։ Ես չեմ կարծում, որ իմաստ ունի ընդհանրապես սահմանադրության մասին որևէ խոսք ասել, քանի դեռ մենք չունենք սահմանադրության փոփոխությունների տեքստը։ Եթե տեքստը եղավ եւ տեքստում ձեր ասած փոփոխությունները եղան, այդ դեպքում հնարավոր է։ Երեք գործում է վարչապետին առընթեր սահմանադրական փոփոխությունների խորհուրդը եւ որքան հիշում եմ, խորհրդի նիստերը բաց են։ Այսինքն ցանկացած մեկը կարող է հետևել այդ նիստի ընթացքին եւ իր պատկերացումը կազմել։ Նման համենայն դեպս այնքանով որքանով ես եմ հետևել, ձեր նշած հարցերը ընդհանրապես չեն քննարկվել։ Իսկ քանի դեռ այդ հարցերը չեն քննարկվել, եկեք Կոսիմայի կանխավարկածով չգնանք, որ կարող է այսպիսի բան լինի, դա լավ է կամ դա լավ չէ։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ընդհանրապես չի վերաբերում եկեղեցու կարգավիճակի հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի փոփոխության սահմանադրության մեջ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ հայ առաքելական եկեղեցի իշխանության
հայ առաքելական եկեղեցու վերնախավի եւ իշխանության այս կոնֆլիկտը անձերի հետ կապված խնդիր չէ։ Տարբեր անձանց վարկաբեկումների հետ կապված խնդիր չէ, բացարձակապես։ Տեսեք, երբ հայ առաքելական եկեղեցին իր վերնախավով սառեցված եւ տաքացած եպիսկոպոսներով ներգրավում է պետականության դեմ պայքարում։ Ձեզ մոտ ասոցիացիաներ չեն առաջանում, թե ինչ է եղել այլ երկրներում։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունը ինչու պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Արդյոք խնդիրը էր, որ ՆԱՏՕ-ի անդամակցության ցանկությունն էր կամ Ուկրաինան հանդգնել էր Եվրամիությանը ասոցիացման հետ համաձայնագիր կնքել, որից սկսվեց Մայդանը։ Ոչ։ Ռուսաստանի Դաշնությունը ունի, առ այսօր պատերազմը չի ավարտվում մեկ պատճառով։ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է վերականգնել ԽՍՀՄ, իսկ առանց Ուկրաինայի որևէ ԽՍՀՄ վերականգնելը անհնար ու անիմաստ է, տերի է, չի ստացվելու։ Եվ այդ պլանների Այդ նույն քաղաքականությունը ես բերեցի կոնկրետ Ուկրաինայի օրինակը, որովհետև Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության համար գերկարևոր երկիր է իր տարածքով, աշխարհագրությամբ, սլավոնների հետ ունեցած ընդհանուր պատմությամբ։ Հիշենք, որ ընդհանրապես Ռուսաստանը պատմության քարտեզ մտել է Կիևյան Ռուսիա անունով։ Մոսկվան շատ հետո պիտի հայտ կար, Կիևյան Ռուսիա է եղել։ Եվ առանց Ուկրաինայի ԽՍՀՄ երկուս չէր կարող լինել։ Բայց նաև եկեք հասկանանք, իսկ ինչ քաղաքականություն է Ռուսաստանը մյուս պետությունների նկատմամբ։ Լավ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մերձբալտիկան արագ անջատվեց, Մերձբալտիկան շատ արագ կողմնորոշվեց ու իր հարցերը լուծեց, բայց մյուս պետությունները շարունակեցին մնալ Ռուսաստանի դիկտատի տակ։ Դե ֆակտո տնտեսական պատժամիջոցների սպառնալիքներով Ռուսաստանը վարեց իր ազդեցության գոտում պահելու այդ պետությունների քաղաքականությունը, օրինակ Մոլդովան։ Ինչ կատարվեց Մոլդովայի եկեղեցու հետ, կարծեմ Մոլդովայի հոգևորականների, KGB-ի եւ այլնի առնչությունների մասին դուք էլ բազմիցս ձեր հարցեր եք տվել ձեր հյուրերին։ Ինչ կատարվեց Վրաստանում։ Գիտեք, շատ մեզ մոտ շատ քիչ է խոսվում ընդհանրապես Վրաստանի պատրիարքի ռուսամետ քաղաքականության մասին։ Եվ եթե սրանք փաստեր են, որ հետ խորհրդային տարածքի պետություններում Ռուսաստանը փորձում է առաջին հերթին ընդդիմության Կրեմլի վկաների իր բանակը մարտի նետել, որոնց ձախողումից հետո մարտի են նետվում հոգևորականների ձախողումից հետո մարտի են նետվում միլիարդատերերը, նույն սխեման գործել է բոլոր հետ խորհրդային տարածքի պետություններում, այդ թվում ներառյալ միջինասիական հանրապետությունները, որոնց կոնֆլիկտների կամ որոնց պատմության մասին մենք ընդհանրապես կարծես թե քիչ գիտենք, մենք ավելի շատ գիտենք եվրոպական հատվածի եւ մեր անմիջական հարևանների պատմությունները։ Բայց եթե դնում եք համադրումները, նույն ձեռագիրն է, նույն նպատակն է, նույն խնդիրն է, որը համառորեն փորձում են լուծել նույն կարծրատիպերով, թեպետ անընդմեջ ձախողվում են եւ ձախողվելու են նաեւ Հայաստանում։ Հոգեվորականների մասով էլ շատ կար Տիկին Ադամյանը ասել, որ Փաշինյանին հաջողվում է կոտրել հոգեվորականների այդ միասնականության, այսպես ասած, պատը, որովհետեւ նախորդ երկու պատարակները մատուցվել են ոչ կարգալույծ եղած քահանաների կողմից, ավելին այդ պատարակների ներկա են եղել թեմի առաջնորդները եւ աղոթքի ժամանակ շրջանցել են, ամեն դեպքում չեն հնչեցրել կաթողիկոսի անունը եւ խնդիր այս մասով կարծես թե մինչև այս պահը չկա, բացի այդ եպիսկոպոսած ժողովից, որտեղ ըստ մամուլի պետք է քննարկվեր թեմի առաջնորդների եւ այդ քահանաների հարցը։ Որ հայ առաքելական եկեղեցում հնարավոր էր նման երկատում, ես կարծում եմ դա ընդհանրապես կապված չի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հոգեվորականները մտածող մարդիկ են։ Բոլորս մտածող մարդիկ ենք։ Իսկ եթե դու մտածում ես, դու չես կարող եզրակացություններ չանել։ Բոլորովին այլ հարց է, որ հոգևորականը իսկապես պետք է զբաղվի հոգևոր ծառայությամբ եւ բացարձակապես ինձ համար նույն արժեք ունեն այն հոգևորականները, որոնք քաղաքականություն են մտնում այս կողմից կամ քաղաքականություն են մտնում հակառակ հրամատից։ Ես փորձում եմ անաչառ լինել եւ ես կարծում եմ, որ անաչառ պետք է լինեն բոլորը։ Իսկ այն ինչ վերաբերում է Աստծուն մատուցած պատարակներին,
գուցե ես հիմա աստվածանարգությամբ զբաղվում եմ, բայց ես կարծում եմ, որ Աստծուն դա այնքան պետք չի, ինչքան դա մեզ է պետք։ Դա մեր հոգու համար է, մեր հոգու մաքրման համար է, մեր մաքրագործումի համար է։ Դա մեզ է պետք։ Մաքուր ենք մենք մնում մեր մղումներում, առ Աստված մեր հարաբերություններում մենք արդար ենք, թե մենք շարունակում ենք այսպես մի հաշվե ցուցակ ունենալ մեր մտքում ու Աստծուն ներկայացնել մեր պահանջները, սա արա, որ ես սա անեմ, քեզ համար մոմ կվառեմ, կաղոթեմ, չգիտեմ ինչ։ Չի կարելի ամեն ինչ այդքան տրիվիալ դարձնել եւ չի կարելի կիրառական նշանակության այս թնջուկները մտցնել եկեղեցի, չի կարելի։ Եկեղեցին այնուամենայնիվ Աստծո տունն է։ Հիսուսը ոնց էր մաքրում Աստծո տաճարը Երուսաղեմում։ Մենք էլ մաքուր պիտի պահենք մեր տաճարը, մեր հոգու տաճարը։ Տիկին Ադամյան, ըստ Bloomberg-ի Հայաստան են արտահանվելու Nvidia չիպերը եւ ԱՄՆ-ի կառավարությունը ամեն դեպքում հավանություն է տվել այս որոշմանը, այս նախագծին, արդյունքում Հայաստանում ստեղծվելու է գերհամակարգիչ եւ դրա համար Հայաստանում կատարվելու է $500 միլիոն չափով ներդրում, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սա կարևորել է, համարել է կարևոր առաջընթաց հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերությունների համատեքստում, բայց թերահավատներ կան, ասում են այստեղ հարցեր կան այդ չիպերի տարեթվի հետ կապված, նայած թե ինչ գերհամակարգչի մասին է խոսքը, այնպես որ միանշանակ ասել, որ սա շատ կարևոր նշանակության իրադարձություն այդքան էլ այդպես չէ, դուք ինչ կարող եք ասել։ Արևի վրա էլ բծեր կան, հետո։ Այսինքն մենք հիմա ոչ մի բան չանենք։ Մենք չֆիքսենք այն փաստը, որ Amazon-ը պատրաստվում է գալ Հայաստան։ Մենք չֆիքսենք այն փաստը, որ թվային տեխնոլոգիաների այնուամենայնիվ վիթխարի առաջընթաց կա Հայաստանում։ Մենք չարձանագրենք Արարատյան դաշտ մեր կուսակցության ներկայացրած ծրագրի հնարավորությունները, որով Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ արհեստական բանականության տվյալների հավաքագրման կենտրոն եւ կապել արաբական աշխարհը ու Եվրոպան, վիթխարի ներդրումներու մեծ թվով աշխատատեղեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծելով։ Մենք չանդրադառնանք այն փաստին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարած քաղաքականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հնարավոր է դառնալ տարածաշրջանի Թայվանը, կիսահաղորդիչների արտադրության եւ այդ կիսահաղորդիչների արտադրության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքաձև զարգացման հնարավորության ստեղծման վերաբերյալ, իդեպ որին Ադրբեջանը արդեն իր մտավախություններ է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ինչ որ չափից դուրս արագ ու անկանխատեսելի կարող է այդ թվային տեխնոլոգիաների շնորհիվ զարգանալ։ Մենք բացառենք, որ այդ Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հուշագրի կիսահաղորդիչների երկրորդ կետը կաշխատի, դե որովհետև ով գիտի այդ բազմամետաղները որտեղ են, ինչ են, փոչահանքերում են, բա ոնց են կանելու, բա ինչ են կանելու։ Չի կարելի այդպես վերաբերվել սեփական երկրին, սեփական երկրի հարստությանը, սեփական երկրի շանսերին, չի կարելի։ Եկեք, ես առանձնապես ոչ լավատես եմ, ոչ հոռետես եմ, ես իրատես եմ, բայց ես իմ իրատեսության հիմքում դնում եմ տրամաբանությունը, որ ամեն ինչ պետք է զարգանա, ոչ թե պետք է նստենք ու բողոքենք, այս ինչ են անում, սխալ են անում, սխալի վրա են անում, այլ տեսնելով, եթե նույնիսկ սխալ է արվում, ասենք այդ սխալը ոնց պիտի շտկվի ու մեր հանդիպակաց առաջարկը անենք։ Այ Հանրապետություն կուսակցությունը անվերջ այդ առաջարկներն է անում, թե թվային տեխնոլոգիաների զարգացման, թե կիսահաղորդիչների, թե այ հենց ձեր նշած օրինակի Nvidia-ի Հայաստանի Հանրապետություն գալը վիթխարի իրադարձություն է, որի նշանակությունը մենք կարծես թե ոչ բացատրում ենք, ոչ հասկանում ենք, ոչ էլ գնահատում ենք։ Եթե ձեր առաջ դրախտ մտնելու հնարավորություն է տրվում, բայց դու պիտի դրախտի դուռը կառուցես, կողպեկ դրնես, հետո սովորես այդ կողպեկը բացել, փակել։ Դու ինչ կանես, կասես դե լավ է, ով հավես ունի այդ դուռը դնելու,
թե կհասկանաս, որ այդ դուռը դնում ես ու այդ դուռը բացում ես ու հայտնվում ես դրախտում։ Որն է նախընտրելի։ Դրախտի դռան առաջ նստած դժոխքի մասին բարբաջել, թե այնուամենայնիվ դուռը կողպեքը բացել, փակելը, բանալին որոնել։ Ես բանալի որոնողներից եմ։ Հանրապետություն կուսակցությունը, դուռ բացող կուսակցությունը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։